Հովհաննիսյանի կարտավազդի օգոստոսի 14-ին 1996 թվական քաղաք Վայք գյուղ Զառիթափ քաղաք Վայք գյուղ Զառիթափ Շնորհակալություն դատարան ներկայացրեց անձնական վկայականը թիվ 02364, որը պատկանում է Սենի կարտավազդի Հովհաննիսյանին վերադարձում ձեզ Հարկելի վկա դատարանը ճշտեց ձեր ինքնությունը դատավարության մասնակիցներից եք ճանաչում Դատերի ընթացքում տեսել եմ բոլորին, բայց չեմ ճանաչում անձապես ոչ մեկի հետ Անդրանիկ Վերանյանի դատի հետ կապված Դատարանը ձեզ պարզաբանում է, որ կարող եք ցուցմունք տալ ձեր ամուսնու ձեր մերձավոր ազգականի վերաբերյալ այս բարոյական նման խնդիր Չէ Շնորհակալություն դատարանը ձեզ պարզաբանում է նաև, որ պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցմունք տալու խուսափելու, ինչպես նաև ցուցմունք տալու համար կենտրոնվեք քրեական պատասխանատվության հաստատության քրեական ներսկրքի 3-րդ հատվածներով կարգով Խնդրում եմ ձեր անազգանունը գրեք ստորագրեք որ նախազգուշացված եք Սկսել է արգելական բեմի տեքստ է դրված, խնդրում եմ բարձրաձայն արտասանել ձեր անմատներն նշելը։ Ես Սենիկ Հովհաննիսյանից ցուցմունք տալիս եմ ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին որտեղ եք ծառայել իր պաշտոնում։ Արցախի հանրապետությունում Իշխանաձոր գյուղում ոստիկանություն բարեկապակետային ծառայությունում։ Ես հիմա տեսնում զինված ուժերի համազգեստի ձեռքին հիմա որտեղ եք ծառայել։ Հիմա 24236 Զորամասում։ Վերանյանի հետ որևէ առնչություն ունեք ծառայել։ Ոչ մի կերպ չունեմ։ Այդ Քաշաթաղի շրջանի ոստիկանություն ծառայելու ժամանակ, երբ որ պատերազմը սկսեց, ինչ ծառայական պարտականություններ եք ունեցել։ Պարտականությունները Իշխանաձորում պահպանելու կարգ ու կանոն է քաղաքացիներին, մեքենաների միշտ բացազատված պահել այդ խաշմերուկը, որ զինված բանակի մեքենաների համար խոչընդոտներ չհանդիսանային։ Իսկ այդ խաշմերուկը սեպտեմբերի 27-ից սկսած մարդաշատ էր։ Հա։ Մշտապես այդտեղ մարդ կար, ով ասած։ Հա, միշտ շարժատեղ եղել է։ Իսկ վտանգավոր խաշմերուկ էր ինքը։ Իսկ թվում է ժամանակ բոլոր տեղերն էլ վտանգավոր եղել։ Իսկ շրջակայքում այդ խաշմերուկի պահեստ, զենքի պահեստ կար, տեսել եք դուք պահեստ։ Որպես զենքի պահեստ չէ, բայց այնտեղ կար ջրային տնտեսություն, որին մոտ կար արկղեր, բայց զինամթերքի արկղեր, բայց մեջը ինչեր չեմ կարող ասել։ Սնարյադներ տեսել եք խախտիրներ։ Չէ, արկղերն են փակ։ Արկղերն եմ տեսել, բայց մեջը չգիտեմ։ Եղել է սնարյադները, թե չէ։ Ում հետ եք ծառայություն եք անցել։ Խաչատրյան Աղաբեկի եւ Ավետիսյան Արմենի։ Ով է եղել վերադասը։ Ավետիսյան Արմենը։ Մինչև դեպի մեզ հետաքրքրող դեպքի օրը խաշմերուկում ԱԹՍ-ի անօթաշուտ թռչող սարքի ձայն լսել կամ տեսել եք մինչև այդ դեպքի օրը։ Չեմ հիշում նման դեպք, որ
Դա դեպքի օրվա։ Դեպքի օրը կոնկրետ երբ որ խաչմերուկում եք եղել։ Քանի Ուրալ ավտոմեքենա մոտեցել է այդտեղ։ Մշտապես միշտ էլ լուրան մեքենաները շարժի մեջ էին։ Իսկ այդ ԱԹՍ-ները եղել է, որ երևացել են, մոտեցել են, հեռացել են, նրան չեմ կարող հստակ նշեմ, մինչև այդ դեպքն ա եղել, թե դեպքից հետո ա եղել։ Այ մեր խոսված Ուրալը, որ հետո խոսվեց, այդ խաչմերուկ երբ է մոտեցել։ Ժամանակ արդեն ԱԹՍ-ն մեր գլխավերևում էր պատտվում։ Գիշեր էր, ցերեկ։ Չէ, ցերեկ էր։ Կեսօրից անց էր, կեսօրը չանցած էր։ Ժամ չեմ պատմում բնականաբար, պարզ էր ինքը անձրևով։ Չէ, պարզ էր։ Իսկ լսելուց բացի տեսանելի էր դա։ Տեսանելի էր։ Տեսել եք դուք անձամբ։ Տեսել եմ։ Տեսակ ԱԹՍ-ն մինչև Ուրալի գալու փաստորեն։ Հա։ Ինչ է կարել։ Ուտը քաղաքացիներին ենք հորդորել, որ թաքստոցներում թաքնվեն մեքենաները այդ տեղից հանել են ամեն մեկը, որտեղ հնարավոր է ծառների տակ շինություններում։ Այդքան արել են, թե այդքան ուզեցել են անել։ Չէ, այդքան արել ենք այդ ժամանակ։ Ժամանակ արել։ Այսինքն վտանգ եք զգացել։ Հա։ Իսկ ինչի եք զգացել։ Դե ԱԹՍ-ը որ մեր վերաֆռում էր, դա արդեն վտանգ էր։ Մենք սպասում ենք, եթե մարդաշատ լիներ, հնարավոր էր մեզի հարված էր։ Հնարավոր է նենց են կարել, որ մարդաշատ չերևա։ Ուրալը որ կողմից եկավ։ Մխանցի կողմից։ Մի հատ է, թե երկու հատ է բանի եկած Ուրալը։ Չեմ կարող հստակ նշեմ, որտեղ այդ միշտ որ մեքենաների շարժը եղել է, կարող եմ սխալ ինֆորմացիա տանել։ Ինչ արեցիք։ Այս ժամանակ մեքենային կանգնացրել եմ, տեղեկացրել եմ մեքենայի ավագին, որ ԱԹՍ-ի է պատտվում։ Իսկ մինչև ձեզ որևէ մեկը փորձել է կանգնացնի մեքենան։ Չգիտեմ փորձել են, թե չեն փորձել, ինձ Ավետիսյան Արմենն է տեղեկացրել, որ Ուրալ է գալի, կանգնացրել եւ Իսկ այդ ժամանակ որտեղ է Ավետիսյան Արմենը։ Մեզանից մի քիչ ներքև բեզալցակայան կար, այդ հարակից տարածքում էր։ Ինչով է տեղեկացրել, ինչ կապի միջոցով։ Ռադիո կապով։ Կանգնացրիք, մեջ անձնակազմ կար։ Հա։ Ինչ արեց անձնակազմը։ Անձնակազմը իջան մեքենաներից եւ բացազատվան ամեն մեկը մի կողմ, մի թաքստոց։ Իսկ ինչ ասել է թաքստոց իշխանազորի խաչմերուկը։ Ինչ-որ մեկը մի հատ ծառի տակ, մի պատի կողմ, որ տեսանելի չլինի ԱԹՍ-ի համար։ Դուք ձեր աչքերով տեսել եք, որ այդ Ուրալից իջած անձնակազմը այդտեղ այդ ձեր ասած եղանակով թաքնվել է պատասխանը։ Տեսել եմ։ Թաքնվելու ընթացքում ԱԹՍ-ի ձայնը լսվում է։ Կարելի ասել մշտական ԱԹՍ-ի ձայնը լսվում էր, ուղղակի տևական ժամանակ ոնց որ չհեռվանար, նորից մոտիկանար ձայնը, բայց լսելի էր։ Այլ ավտոմեքենա դրանից հետո մոտեցավ խաչմերուկին։ Մասնավորապես պիկապ ավտոմեքենա եկել է։ Հա, մոտիկացել է։ Եվ ինչ եղավ դրանից հետո, ով էր այդ պիկապի մեջ։ Ես պիկապի անձնակազմին չեմ տեսել, այդ ժամանակ եղել եմ Իշխանաձորի գյուղապետարանի տարածքում, հեռու եմ եղել։ Մոտիկացել է, տեսել եմ, որ այդ մեքենայի ավագն է մոտիկացել, իրար հետ զրուցել են, բայց չգիտեմ ինչ։ Որ մեքենայի ավագն մոտիկաց։ Ուրալի։ Այդ գյուղապետարանի տարածքը, որտեղ որ դուք գտնվել եք, այդ որ ասացիք ավտոն կանգնացրեք, ասել եմ ինչ է, դրանից հետո երեխեքը պատասխանեցին, դուք երբ հասաք գյուղապետարանի տարածքը, դրանից հետո եկնացեք գյուղապետարանի տարածքը, ու ինչ հեռավորության մասին է խոսքել։ Խաչմերուկից այդ տարածքը մոտավոր մի 50 մետր հեռավորության վրա է եղել։ Այսինքն հասկանանք մեզ, որ երբ Ուրալի անձնակազմի իշապատը սպառեց, դուք շարժվեցիք։ Ես նորից հա։ Եվ տեսակ, որ Ուրալի պիկապի անձնակազմը պիկապին մոտեցավ այդ մեքենայի ավագը, իսկ ինչի ոնց մասել ու մեքենայի ավագն ապրեց։ Ես ինչքան
հիշում եմ, եթե չեմ սխալվում, մեքենայի հավաքը լեյտենանտ էր, վարորդն էր, լեյտենանտ էր իշքան։ Հստակ չեմ հիշում, ոնց որ լեյտենանտ էր հավաքը։ Ժամկետայիններն էլ արդեն զինվորական էին, սերժանտ։ Այսինքն ենթադրում եք, որ հավաքվել, որովհետև որ մեքենան կանանեցրի, ասեք ինքն էր հրամանատար։ եք սպայական կոչում անձի։ Եվ ինչ եղավ, մոտեցավ։ Հավաքը մոտեցավ հետո։ Իրենք չեմ լսել ինչ խոսակցություն են ունեցել եւ տեսել եմ, որ արդեն անձնակազմին նշված ավաքը հրամանատալի, որ նորից հավաքվեն, շարժվեն դեպի առաջ։ Այդ պահին, երբ որ հավաքը հրամանատարից հավաքվեն եւ շարժվեն առաջ, ԱԹՍ-ի ձայն լսվում է։ Լսվում էր։ Իսկ դուք այսպես ասած բնազդաբար նայել եք վերև, տեսել եք, կար ԱԹՍ-ը այդ ժամանակով։ ԱԹՍ-ն ինչքանով հիշում եմ եղել է, բայց չեմ կարող ասեմ ինչ հեռավորության վրա։ Այդ ժամանակ մեզի մոտիկ ա եղել, թե հեռու ա եղել։ ԱԹՍ-ի լսվելու պահից սկսած, երբ որ սկսեց լսվել, մինչև ավաքի անձնակազմին մեքենան նստելու հրաման տալը, այդ ամբողջ ընթացքում ԱԹՍ-ի ձայնը լսվում էր։ Հասկացա հարցը։ Հստակ չեմ կարող պատասխանել, բայց ինչքանով որ տեղյակ եմ, հիշում եմ լսվում էր։ Ընթացած նաև տեսել եմ։ Տեսանելի է լինում, երբ որ ձայնը, ասենց ասած, ուժեղանում էր, մոտիկանում էր ինքը տեսանելի էր։ Այդ պիկապը որքան ժամանակ մնաց խաչներում։ Երևի մի րոպեներ, շատ քիչ է մնացել, երկար ժամանակ չի մնացել։ Հստակ չեմ կարող ժամ ասել։ Բկամիչ բարձր որ արձանագրի էլի ձեր պատասխանը։ Շարժվեց է դրանից հետո, հրամանատարից հետո ուղղալը։ Այդ ժամանակ չեմ հիշում պիկապ ընդեղ էր որ շարժվեց, թե չէ, բայց շարժվել է։ Անձնակազմը հավաքվել են, նստել են ու Ուրալը շարժվել է։ Որ ուղղությամբ։ Դեպի Մխանց, դեպի Ջաբրայելի կողմ։ Վայրեջք էր, վերելք էր բարձր։ Վերելք էր բարձր։ Հետո ինչ է։ Երբ Ուրալը շարժվավ, վերելքը բարձրացավ, այդ ժամանակ արդեն ԱԹՍ-ն հարվածեց Ուրալին։ Տեսակ դուք ինչ որ բան այդ ժամանակ, լսեցիք ինչ։ Այդ ժամանակ ԱԹՍ-ի ձայնն էր լսվում, որ գնալով ավելի ուժեղանում էր, ու ինքն էլ արդեն տեսանելի էր դառնում։ Իսկ ինչ ձայն էր մոտավորապես, ինչի նման ձայն։ Ձեն կարգման, ինչի էր նման, կամ ինչ ձայն էր, պարտադիր չի կոնկրետ նկարագրել, բարձր որ չեք կարող։ Ավտոյի ձայներ, մոտոյի ձայներ, դրուժբայի ձայներ, ինչի ձայներ։ Ավելի շուտ երևի թե դրուժբայի ձայնն էր, որ այդ հալով էլ ավելի ուժեղանում էր այդ ձայնը, ինչքան մոտիկանում էր ինքը, այդքան ավելի ուժեղանում էր։ Պայթյուն լսվեց։ Լսվեց։ Ինչ արեցիք դրանից հետո։ Այս ժամանակ արդեն որ պայթյունը լսվեց, ավելի շատ վստահ էինք, որ արդեն խոցել է Ուրալին։ Խառնվեցինք այդ ժամանակ իրար, ով այդ պահին հնարավորություններ բարձրացավ դեպքի վայրը։ Դուք բարձրացաք։ Չէ։ Իսկ ինչ էի վստահ որ Ուրալի խփեց։ Ուռալը որ շարժվեց, տեսանք որ Ուռալի ուղղությամբ է իջնում արդեն։ Այսինքն Ուրալը շարժվելու ժամանակ շարժվեինք, վերելքը բարձրացել է, այդ ժամանակ նոր տեսանք որ արդեն Ուռալի ուղղությամբ է, մեքենայի ուղղությամբ է գալի։ իսկ նույն ձայններ, նմաններ, նույն ձայնը, որը մինչև լսում էիք ու իջավ, նույն ձայններ, ինչի եք վստահում։ Նույն ձայններ, այդ ժամանակ միայն այդ ԱԹՍ-ն է եղել տարածքում, ու մշտական այդ մի ձայնն է եղել, որ Իսկ պիկապի կանգնելու պահին, երբ որ
առնվազն ենթադրվեց, որ ասվել է նստի, առնվազն դրանից հետո հավաքը ասեց նստի։ Այդ ժամանակ դուք լսում էիք ԱԹՍ-ի ձայնը։ ԱԹՍ-ի ձայնը չեմ հիշում, չեմ կարող հստակ ասեմ լսվել այդ ժամանակ թե չէ, բայց կարելի ասել մշտական ԱԹՍ-ի ձայնը կար, ուղղակի ժամանակ առ ժամանակ հեռվանում էր, շատ դժվար լսանելի դառնում։ Նայես ամբողջ պատկերի մեջ ըստ ձեզ ներկայ զինվորական, բայց հարցնում եմ այդ պահի դրությամբ։ Ճիշտ էր ԱԹՍ-ի, ճիշտ էր Ուրալը նստել եւ շարժվում։ Ձեր պատկերացման ձեր են կողմում։ Որպես տեղամասում պահպանություն կամ իմ պատկերացման ոչ։ Պարզաբան է ինչու։ Նման դեպք տեղի չունենար։ Դա ինչքան մնային պատասխանը։ Չէ ԱԹՍ-ի հեռանալը կամ չգիտեմ, երևի մեր հոբի կողմից իրան խոցել է։ Այ դուք նշում եք, որ կային հարկղեր, մեջը չգիտեք որ ակտիվներ, կային թե չկային։ Նախաքննության ընթացքում քննիչի մոտ ցուցմունք եք գրել։ Այդ ժամանակ ձեզ որևէ մեկը ցուցմունք տալիս ուղղորդել է այս կամ այն կերպով։ Չուղորդ։ Ինչ որ ասել եք այդ ժամանակ քննիչի մոտ, ճիշտ եք ասել։ Ինչքան հիշել եմ, ճիշտն ասել եմ։ Դուք հիշելով եք ասել, չի եղել որ սխալ բան ասեք, էլի։ Իսկ Չէ, ճիշտ եմ ասել։ ավելի լավ եք հիշում։ Հնարավոր է կարող եմ ավելի լավ հիշենամ, կարող բաներ լինի, որ չկարողանամ հիշել։ Իսկ այդ արկղերը որ տեսել եք, առնվազն որպես ոստիկան, ենթադրել եք, որ մեջը հնարավոր է սնարյադ լինի, ակտիվ լինի։ Հնարավոր է։ Իսկ եթե հնարավոր է, որ ակտիվները լինեն, արդյոք այդ խաչմերուկը ինքն իրենով վտանգ չէ ներկայացնում այդ անձնակազմի համար։ Եթե խոցեր այդ հրթիռներին կպներ, էլ վտանգավոր էր։ Բայց եթե վտանգավոր էր, այդ խաչմերուկում մշտապես շարժը կար, նորմալ, ոնց հասկացա, բանուկ խաչմերուկ է։ Տենց վտանգավոր խաչմերուկում տենց վտանգավոր բեռ կլիներ ըստ ձեզ։ Եթե մտածենք, որ պետք է որ չլիներ, եթե այդտեղ շարժոտ տեղում Իսկ ինքը իրականում բավականին բանուկ խաչմերուկ է, չէ՞ համարվել Արցախում։ այո, Այդ շրջանում։ Իսկ գյուղում, Իշխանաձորում, հոկտեմբերի 9-ի դրությամբ այդ դեպքի օրը դեռևս բնակիչներ կան, չէ՞։ կային բնակիչներ։ Իսկ այդ բնակիչների տներում մոբով եկած անձնակազմը զորահավաքում տեղակայված եղել է։ Այնտեղ մենակ Իշխանաձորում չէ, հարակից գյուղերում էլ ա եղել, որ մոբերում եկել են, մոբերը բնակիչների տներում տեղակայվել են։ Ի վերջո ԱԹՍ-ի ձայն լսելու պայմաններում ավտոմեքենայից իջնելը եւ պատը սպառվելը արդյունավետ միջոց է համարում։ Կարծիքով այո։ Դեպքից հետո երբևէ առնչվել եք ելի ԱԹՍ-ի։ Էլի նույն դեպքին Ուրալին են հարված ԱԹՍ-ն երկրորդ։ Իսկ այդ հարվածածը վստահ է, որ ԱԹՍ-ը երկրորդը նայ։ Տեսակը ես չեմ կարող հստակ ասել։ Ու որն է եղել այդ ժամանակ։ Էլի խաչմերուկում ենք եղել։ Այդ ժամանակ ինչ միջոցներ եք ձեռք բերել։ Երբ որ ԱԹՍ-ի ձայնը առնվազն սկսել եք լսել։ Ну էլի այդ երկրորդ ԱԹՍ-ն երևացել է, ձայնը լսելի է եղել։ Էլի բնակիչ, չէ, ժամանակ որ լսելի էր արդեն երկրորդ ԱԹՍ-ի ձայնը։ Բնակիչներին էլի ամեն մեկին օրդորել ենք մի թակ ստոց գտնեն թաքնվեն, մեքենաները տարածքից հեռացրել են։ Իսկ երկրորդ օրը երբ որ հարվածեց, մինչև հարվածել օդում ինչքան ժամանակ էր լսվում ձայնը։
Հստակ չեմ կարող նշեմ, մոտավոր երևի մի 5 րոպեի չափով։ Այսինքն ժամանակ կա այդ ձեր ասած միջոցառումները անելու եւ արել եք։ Իսկ դրանից հետո ելի եղել է ինչ կասի։ Չէ, նրանց հետո ոնց որ դեպք չեմ հիշում որ ատսա։ Այդ տարածքում չի եղել։ Դուք հարցերն եք։ Ոնց եմ հարցը։ Շնորհակալություն։ Այ արգելը գոկա։ Սկսենք վերջից։ Անորային մեղադրողի հարցերից մեկին դուք պատասխանեցիք, որ ձեզ սխալ է եղել երթը շարունակել այսպես ասած, նորից ուրալը նստել ու շարունակել։ Ու այդ սխալը պայմանավորում եք այն ողբերգության բոլոր վրայից։ Այդակում եմ պատմաժան դատան, սխալ պայմանավորեց դրանով, սխալը պատճառաբանեց, որ մինչև ԱԹՍ-ն, մինչև խոցվելը, նաև ասեց, մենք պետք է մնային մինչև կամ մեր հոպի կողմից խոցվելը կամ ԱԹՍ-ի հեռանալը։ Այդ ևս Հիմա հարգելով, էլի ըզձեց, այդ դիցուկ նույն պայմաններում, նույն ԱԹՍ-ի արկայության պայմաններում, նստում են ուրալը, գնում առաջնագից, առաջադրանքը կատարում, բարոքներով է վերադառնում։ Առարկում է Այս դեպքում, էլի ըզձեց սխալ։ Առարկում եմ, քանի որ պետք է եթան տեղ ասնեմ, որ առաջադրանքը կատարեմ։ Էդի կապ չունի вообще, սարծես դեպքի է։ Ինքն էլ կապ չունի այդ հարցը։ Հարցին չեմ կարող պատասխանեմ, որտեղ միշտ մեզի ցուցումը տվել են, եթե ԱԹՍ-ն երևում է, շարժը կանգնացնենք, մեքենաները երևացող տեղից հանենք այնպես տարածներ, որ ԱԹՍ-ի կողմից տեսանելի չլինի։ Այ արգելում է, միշտ հարցակրված պարոն Խաչատրյանը վկա, նաև իր նախաքննական ցուցմունքներից դիտում է, որ Խաչմերուկում մոտ 400 մարդ կա։ Այդ 400 մարդը պատասխանված էին։ Ինչքան որ հնարավոր այդ ժամանակ բոլորին թաքստոսներ, որ այսպեսին ասված ծառեր կամ դեղ կային խանութներ, դրանց հետնամասում ամեն մեկը միտեղ Այն մարդ սուր խազ, 400 Մարդը տենց էլ չի բայց պարոն դատար, կարելի է մի վարքան։ չի կարող։ Բայց դե ճիշտ է ասում, կարելի է ճիշտ է ասում, է։ Դեռ էլի։ Ախին դու ուրեմն այդ մարդու պատասխանը թողոշնի լրիվ ասի։ Բայց ասել թող ճիշտ ասի, ոնց որ այդ մարդը ասում։ այդ ժամանակում կարող է ես օրինակ որտեղ որ եղել եմ, ինչքան հնարավոր է թաքնված են եղել, բայց կարող է ինձ տարած եղած լինի, որ ես նկատած չլինեմ։ Այ պարոն Խաչատրյանի հրապարակած նախաքննության ընթացքում տված 30 դատաքննության ընթացքում հրապարակած ցուցումներից դիտվում է, որ այդ 400 հոգու անձնականից ոչ բոլորն են թաքնված, այսպես ասած։ Ինչ կասի Դուք ձեր ընկալում կա մի գնացեք ճիշտ ասել, նա սխալ ասել, դուք նշեցիք, որ այդ բանում կարային այդքան մարդ լինեին։ Այ ձեր ընկալում, ձեր դիտարկմամբ, ներկա գտնվող Խաչմերուկում գտնվող անձին պատասխանված էին։ Ինչքան հնարավոր է այդ ժամանակ պատասխանված էին։ Հիմա հատված կարող է լինի, որ ես նկատած չլինեմ, պատասխանված լինեն կամ չէ։ Իմ դիտարկման տեղից ինչքան հնարավոր է պատասխանված են եղել։ Ես ճիշտ եմ հիշում, որ ձեր ցուցմունքում այսօր դուք ասացիք, որ մի հատ ԱԹՍ է։ Այդ ժամանակ Խոսքը վերաբերվում է հոթելերին, մեր հնարքով։ ԱԹՍ-ն ես ասացի, որ հաճախակի է եղել, բայց կոնկրետ չեմ կարող նշեմ Ուրալից առաջ էլի նման դեպք եղել է, թե հետո, բայց եղել է
ժամանակներ, որ ԱԹՍ-ները էլի պատտվել են մեր վրա։ Այ արգելի վկա, ես ճիշտ եմ հասկացել ձեր ցուցմունքից, որ ԱԹՍ-ն ձեր համար նաև տեսանել է։ Այո։ Այս բանը։ Այս քննարկում պետք է։ Այ կարող եք ասել Արմեն Ավետիսյանը ձեզնից ինչքան մետր հեռավորության վրա է։ Եթե մետր էլի կիլոմետր։ Մոտ է հեռվեր ձեր Չէ, հեռու էր Ավետիսյանն իրանից։ Այդ զապրավկեն որտեղ որ գնացել է։ Այ այդ Խաչմերուկից որտեղ որ կանգնած է։ Ինչքան հեռավորություն է։ Մոտավոր երևի մի 400-ից 500 մետր հեռավորության վրա։ Իսկ Աղաբեկ Խաչատրյան, հա։ Հա։ Աղաբեկ Խաչատրյան ձեզ ինչքան հեռավորություն։ Դեռ մի տարածքում ենք, Խաչմերուկի վրա ենք։ Այ եւ պարոն Ավետիսյանը եւ պարոն Խաչատրյանը իրանց ցուցումներում մասնավորապես ԱԹՍ-ի տեսանելիության հարցին պատասխանելուց հայտնել են, որ ԱԹՍ-ն տեսանել էր բացառապես այն ժամանակ, երբ որ արդեն գնում էր խոցման։ Ինչ կասեք այդ կապակցությամբ։ ԱԹՍ-ը մեր վերևում որ պատտվում էր, ես ասացի, որ ժամանակ առ ժամանակ հեռվանում եւ մոտիկանում էր ձայնը։ Երբ որ մոտիկանում էր, այդ ուղղությամբ որ նայում էին, ձայնի ուղղությամբ նայում էր, ինքը երևում էր, որ այդ տարածքում պատտվում է։ Ձեզ Բայց տեսանել է հա ժամանակը եղել է, որ ձայնը հեռացել է, տեսանելի չի եղել։ Որ հեռացել է ձենը, Արդեն դժվար էր լսելի ձայնը, ԱԹՍ-ն չէր եղել։ այ ասել եք, որ պահեստ կար ինչ-որ, չէ, որտեղ տեսել եք արկվել, ու եղել է այդ ջրային տնտեսության տարածքը։ Այ կասեք, Ուրալը այդ ջրային տնտեսության տարածքից ինչքան հեռավորության վրա է։ Մոտիկ էր ջրային տնտեսության, երևի մի 4-5 մետր երևի լիներ։ Այ հարգելի ուղղա։ Կհիշեք ձեզանից Պիլվի գյուղի գտնվելու վայրը հարցնող է վրա թե չէ։ Այդ ժամանակում շատ մարդիկ են տարբեր տեղեր հարցրել, հստակ չեմ կարող հիշեմ կոնկրետ այդ ժամանակ հարցրել են թե չէ։ Իսկ դուք գիտեք Պիլվի։ Դեպի Ջաբրայել գնացող, Գիտեք որ Ջաբրայել հա, բայց հստակ տեղը չգիտեմ։ Այ հարգելի ուղղա։ Այդ անձնակազմից Ուրալի որևէ մեկը այդ հրամանին հակաճառել է։ Որովհետև դուք նման բան ասել եք։ Չեմ լսել։ Իսկ ձեր մոտ տպավորություն ստեղծվել է, որ Ուրալին Խաչմերուկում սպասող մարդիկ կան։ Չէ, ես չգիտեմ որ Ուրալ պիտի գա։ Այդ ժամանակ որ եկել է, Այ Խաչմերուկում մինչև Ուրալը գալ, կամ Ուրալը գալուց հետո։ Տեսել եք, որ Խաչմերուկում գտնվող անձանցից որևէ մեկը մոտենա Ուրալին։ չէ, ուշադիր չեմ եղել։ Այ Ուրալը շարժվելուց հետո ինչքան աղթել պայթուն է եղավ։ Վերելքը բարձրացել է, Ժամանակային առումով եթե հնարավոր է հիշեք, եթե հիշեք։ հստակ չեմ կարող ասեմ, երևի ամենաշատը 5 րոպեից 10 րոպեվա ընթացքում, բայց հստակ չեմ կարող ասեմ, չեմ հիշում։ Այ դուք Խաշաթափի շրջանի բնակիչ եք։ Այգովի գյուղը։ Այ խնդրում եմ ասեք, Խաչմերուկից Արծվաշեն գյուղ եւ Խաչմերուկից Այգե գյուղ հեռավորությունները ինչքան կկազմեն մոտավոր։ Արծվաշենից այգեք, Չէ, Իշխանաձորի Խաչմերուկից Արծվաշեն, Իշխանաձորի Խաչմերուկից Այգե։ Արծվաշեն երևի թե մի 10 կիլոմետր Խաչմերուկից Արծվաշեն, իսկ Խաչմերուկից ավելի քիչ կարող է լինել։ Էլի ասես քիչ կարող ավելի Արծվաշեն ավելի քիչ է լիներ։
Այդքան էլ ընդեղ է։ Այ վերադառնանք նորից պահեստին։ Այ արգելը կա։ Արդյոք ձեզ հայտնի է այնպիսի տեղեկություն, որ Գորիսից տեղ ինչ-որ զենք են բերել։ Այդ ժամանակ ես տեղյակ էի, որ բերում են Գորիսից մեքենաներով, բայց դե կոնկրետ բերումը տեղ էին դատարկում, թե մի անգամ ստանում են առաջնագից, չեմ հա։ ԱԹՍ-ն ձեր կողմից հայտնաբերելուց հետո, երբ որ ԱԹՍ-ն առաջին անգամ կամ լսել եք, կամ տեսել եք, պատմություն չկա։ Այդ պահից մինչև պայթուն, ինչքան ժամանակ է։ Ուզում եմ հասկանամ, ԱԹՍ-ն ձեր կողմից ինչքան ժամանակը ձեր տեսադաշտում է տվել, թե վիզուալ, թե լսողական։ Երևի թե երևի մի 30 րոպեի չափով։ Պատմական դատարան, ես նույնիսկ թեման նախորդ նիստին ներկայացրել եմ, հարգելը կա, փորձել եմ վերարտադրել, Նայություն, եթե օրինակը լինի, միանգամից նկարել դրամադրում։ Տեսա։ Ես փորձել եմ վերարտադրել իշխանաձորի Խաչմերուկը հարավից բնակավայրերը, որպես տեղանքի ծանոթ մարդ, փորձում եմ հայտնել մոտավոր ճիշտ է գրել։ Ուղղությունները, թե որ գյուղ ուղղությունով է, Ջավրայելը որ ուղղությունով է, Հա։ Դեզնից խաչի մխանց, ադրյատ, արծվաշեն, պարսիկի կամուր և այլն, ձեզնից ձախ գետա մեջ, այգել, նամակ, ուղղել Ջավրայել։ Այո, Ճիշտ է։ ճիշտ է։ Այ ասեք, Ուրալը ձեզնից աչ կողմից է գալիս, թե ձախ կողմից։ Աչ կողմից էր գալի։ Աչ կողմից է գալիս։ Իսկ Զաբարավկան որտեղ որ Արմենը կար։ Հա։ Էլի աչ արնն, թե ձախ։ Աչ կողմն էր։ Էլի աչ կողմն։ Այսինքն նույն ուղղությունով էին գալիս։ Արմենն է տեղեկացրել մեքենայի մասին։ Շատ բարի։ Հարգելի վկա, մի հատ բան հարցնեմ, էլի որպես վայնի, ինձ արդեն միլիցիայի աշխատող, հնարավոր է զենքի տենց պահեց բերեն այնպես տեղակայեն, որտեղ որ միշտ մարդաշատ անում ու պլյուս միլիցիայի պոստալնում, վայնի պոստալնում, որ մարդկանց ասելով կարող է վախտերնի 100 հոգի մարդ լինի կամ 500 հոգի մարդ լինի։ Հնարավոր է տենց պայս բերեն տենց տեղ վտանգավոր պայս բերեն տենց տեղ, որտեղ որ սաղ երթևեկությունն է, այդտեղ պայս տանեն, ձեր մտածելով, չեմ ձեր բանով էլի, պատկերացման։ Պատկերացմամբ հնարավոր չի, բայց այդ ժամանակ միշտ մեզի ցույցում էին տալի, որ այդ խաչմերուկը ինչքան հնարավոր է ազատ պահվի, մարդկությունից Մեկը մի հատ էլ հարց տամ, իսկ դուք որ այնտեղ ծառայություն եք կատարել, ասենք տեսել եք այդ պահեստի վրա, որ զենքերով պահակություն անեն, տենց մարդ կամ զինված տեսել եք կամ գրաժդանցքի զենքերով ընդեմ միշտ են պահակություն անեն կոնկրետ կամ դուք միշտ այդ տարածքում միշտ էլ բոլորները զենքերով էին։ Չէ, կոնկրետ այդ ջրային տնտեսության պահեստի վրա։
ջրային տնտեսության պայեստի վրա չեմ հիշում նման դեպք, բայց այդ մշտական այդ արկղերի մոտ կարելի ասել մարդիկ կային, այնտեղ որ աշխատում էին, մեքենաները գալիս էին, բեռնաթափում էին, բեռնում էին։ Այլ հարցեր Չկա։ Հարցեր չկան, իմացություն ունեմ։ մեկ Չունեմ հիշում։ Պատվազան կապված ԱՏՍ-ի տեսանելի եւ լսելի հանգամանքի հետ պաշտպանության կողմից պատկերացնում վարկանայնական հատկություններ մասնավորապես խոսքը վերաբերում է արտաքնության 6-րդ թեման արկա երկրորդ հարցին եւ վերջի հարցին որը վերաբերում ուղղակի Արձակնության 6-րդ էջում երկրորդ հարցի նախավերջի եւ վերջի հարցի հետ կապված Այդ նույն էջի վերջի հարցը։ այո, ինչպես նաեւ պատվարժան դատարան գտնում որ հակասություն կա օրալների քանակի մասին, որոնք որ դադարել են Դատան բարոնա ձեր միջնորդությունը ձեր հատվածը բարձրաձայն եք հարցակում հետամասել։ Այո, հարգելի ուղղա նախաքննության ընթացքում քննիչը հարց է ուղղում ձեզ այդ պիկապի խաչմերուկում գտնվելու ժամանակ դուք օդում ԱՏՍ-ը տեսել կամ ձայնը լսել եք թե ոչ։ Դուք պատասխանեք։ Հա, օդում փռում։ Նշեմ, որ պահի տակ ԱՏՍ-ը որ բարձրանում չէր երևում։ Երկիչն է երևում։ Դրան համապատասխան ձայներ ուժեղանում կամ թուլանում։ Բայց կոնկրետ նշված պիկապի խաչմերուկում գալու ժամանակահատվածում կոնկրետ չեմ հիշում։ ԱՏՍ-ը վերև է, ներքև է, հեռու է թե մոտ։ Ինչ կասեք այդ կապակցությամբ։ Այ հասկացակ հակասությունները։ Տեսեք, դուք դատականության ժամանակ հարցակումներից ասեք, այդ իրավիճակում տեսանելի էր լսել էր այսպես։ Հիմա այստեղ նշել եք նախաքննության ընթացքում հարցակումներից, որ հա, օդում ֆռում էր։ Այս ենթադրաբար այդ բայցից հետո հակասությունը դրամադրել։ Այդ հարցինի պատասխան նշել եք, որ բայց կոնկրետ նշված պիկապի խաչմերուկ գալու ժամանակահատվածում կոնկրետ չեմ հիշում ատեսան վերև էր, թե ավելի ներքև, հեռու էր, թե մոտիկ։ Այդ ի վերջո այդ իշխանաձորի խաչմերուկում, որտեղ որ դուք ձեր ծառայություն իրականացնում եք, պիկապը եկավ կանգնեց։ Այդ կանգնելու ժամանակահատվածում կոնկրետ ձեզ ԱՏՍ-ն տեսանելի էր։ Տեսանել չեմ կարող հաստատ ասել տեսանել էր թե չէ։ Լսելի էր ձեզ։ Լսելի հնարավոր է այդ ժամանակ թույլ է եղել ձայնը։ Հստակ չեմ կարող ասեմ այդ ժամանակ ինքը ԱԹՍ-ն չեմ հիշում։ Ձայնը բարձր էր, ցածր էր, տեսանել էր թե չէ։ Բայց ինչքան հիշում եմ լսելի էր։ Տեսանելին չեմ կարող հստակ ասել։ Պատվարժան դատարան եւ վերջի հարցը այդ ժամանակ որքան բարձր է ոսկում ԱՏՍ-ի ձայնը։ Պիկապի միջև ինչին մարդիկ կարող են չլսել դրա ձայնը, թե բացառված է որ չլսեն։ Նույն էջի վերջի հարցը։ Պատվարժան դատարան ես միանք ընթերցեմ վերջի հատվածը, որը պաշտպանության կողմից կարևորն է։ Բացի այդ նշված պիկապը, որ եկավ խաչմերուկ, այնտեղ աղմուկ կա։ Ժողովուրդը խոսում է։ Ուստի դա կարող է նպաստել, որ ձայնը լսելի չլիներ որոշակի ժամանակ։ Հիմա ոնց հասկանալ, լսել է արդյոք թե լսելի չէ։ Այս ձայնը ժողովրդի աղմուկը առաջացրած ձեր վրա չէր տարածվել։ Հասկացաք ինչն է վերաբերված։ Հա։ Այդ ժամանակ աղմուկը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ինչ-որ մեկին լսելի չէ նույնիսկ դրա ձայնը։ Չեմ կարող ասեմ։ Հնարավոր է այդ ժամանակ այդ մեքենայի մեջ չեմ կարող հստակ ասեմ լսելի կլիներ թե չէ, մեքենայի ձայնն էլ
Այդ մեքենայով այդ խաչմերուկում գտնվել է։ Գտնվել եմ։ Այդ ժամանակ թե Ձեր ծառայության իրականացման ժամանակահատվածում գտնվել եմ։ մեքենայի շարժիչը գործարկված է եղել։ Այո։ Այդ գործարկված շարժիչի այդ ձայնի պայմաններում ԱԹՍ-ի ձայն լսել եք։ Չէ, այդ ժամանակ նման դեպք չի եղել։ Իսկ որ ԱԹՍ-ը ձայնը լսվեր դրսում կանգնած ժամանակ ու մտնեիք մեքենայի ներս, որ շարժիչը գործարկված է, ձեզ լսելի կլիներ ԱԹՍ-ի ձայն։ Նայած ինչ հեռավորության վրա լիներ ԱԹՍ-ն։ Իսկ թվում է, եթե մոտիկ լիներ, Չի բացառվում, չի բացառում։ Կամ լսելի կարող լիներ, կարող ԱԹՍ-ն հեռու լիներ, լսելի չլիներ, չեմ կարող ասեմ։ այլ հարցեր։ Մեկ էլ պատվազան դատարան նախաքննական ցուցմունքի ժամանակ հետևյալն է արտահայտվել, երբ հիմնականում պատասխանվել են մարդիկ արձրաշրջանի, այսինքն ներքևի կողմից երկու հատ զինվորական Урал մակնիշի ավտոմեքենա 3-րդ էջը եկավ խաչմերուկ եւ թեքվեցին դեպի Ջավայրի կողմը։ Уралներից մեկում անձնակազմ կար, մյուսում չկար։ Այ մայս որ ընթերցեցի, դուք հիշեցիք այս ամենը։ Հիշեցի։ Այդ ըստ ձեզ այդ երկու Уралները նույն զորամասի Уралներ են։ Որը ասենք անձնակազմը իջացնի, դեպի վարորդը իջացնի, տեսածն ենք։ Այդ երկրորդ Урալը Ես հստակ չեմ հիշում այդ նույն ժամանակը եղել, որտեղ նման դեպքեր որ եղել է, կարող է ես միացնեմ այդ դեպքի հետ։ Հստակ չեմ հիշում այդ ժամանակը եղել այդ Урալը, երկրորդ Урալը, կարող է մի ուրիշ դեպք եղածնի։ Չէ, այդ այդպես մի հատ դեպք նորից եղած լինի, որ մեքենաներ կան, այդ պատկերը իմ մոտ տպավորված լինի։ Ինձ թվա թե այդ դեպքն է տեղի ունեցել։ Ահա հիմա դու այդ կոնկրետ այդ բանը պիկապը եկած վաղ, որ զորքն բացազատված էր։ Լսել ես ԱԹՍ-ի ձայն, թե չես լսել։ Այդ ժամանակում կարելի ասել մշտական ԱԹՍ-ի ձայնը կար։ Ուղղակի կար դժվար լսելի, որ հեռվանում էր։ Դրոշի դրդրոցի մասին։ Հա, Մասն հարցնա, որ պիկապը եկավ կամերից, այդ բանը լսելի է ձայնը, ինչ չափ է լսելի։ Ձեր համար, ոչ մեկի համար ընդհանրություն չունի, ոչ մեկի դիտարկումը, ոչ մեկի տեսակետ։ Այդ ձեր ընկալումը։ ես ինչքանով որ հիշում եմ լսելի էր, բայց ինչ չափի չեմ կարող պատասխանել դարձին։ Այդ դրոշի ձայնը լսել եք ամեն դեպքում, այդ իրավիճակում։ Այլ Հարցեր Չկան, չկան։ Արգելի կա ձեր հարցակցություն, դատարանը հավաքված, կարող եք մնալ, կարող եք դուրս գալ ձեր նախադեպություն։ կմնամ։ Մնալ։ Հա։ Նստեք։